Ողջույն իմ սիրելի հետևորդներ ջան, նորից եմ միացել ձեզ շարունակելու իմ աշխատանքները ձեր հետ, քանի որ այս ժամերին նույնպես շատ հաճելի է թե բնության ձայները և թե շրջակա աշխարհն ու իմ աշխատանքը, սակայն այս տարբերակով եմ միացել, չենք լսում սոխակների ձայնը, քանի որ հեռվում երաժշտություն էր միացված և խանգարում էր ինձ, նայում եմ երկնքին և այստեղ գտա լուսինը, ինչևէ համբերատար, կսպասեմ, այստեղ տան կողքին աստիճաններ կան, այդտեղ նստած եմ և դիտում եմ իմ շուրջը հիանում և իհարկե ձեզ էլ ինձ հետ հիացնում եմ, այստեղ սալորենին է ծաղկած, այնտեղ գրակն է ծխում, ահագին մաքրություն եմ կատարել, բայց կիսատ է, պիտի անպայման շարունակություն տամ, այնտեղ հեռվում տանձենին է ծաղկած, մտածում էի, որ քիչ կլինի ծաղիկները, բայց լավ էլ առատ է ծաղկել, որը շատ է ուրախացնում ինձ, չգիտեմ թե ինչքան կլսեն այդ երաժշտությունը, ինչևէ, պիտի համբերատար սպասեմ, միգուցե հաջողվի միանալ այն տարբերակով, որ լսվի իմ այգու սոխակների քաղցր երգի ձայները։ Համել, դե ոչինչ, այս ընթացքում կնստեմ, կհանգստանամ, նաև հեռախոսս լիցքավորվել և արդեն կարող եմ հանգիստ իմ վլոգին շարունակություն տալ, գործս էլ ավարտին հասցնել։ Ուռա, երաժշտությունը էլ չեն լսում և արդեն կարող եմ ամբողջովին թռչունների երգն էլ ինձ հետ բերել։ Ես վեր եմ կացել և գնում եմ աշխատելու նորից, տեսեք թե ինչքան լավ եմ մաքրել այս տարածքը, այստեղ իմ թզենիներն են, մաքրելուց հետո էլի աշխատանքներ կա, որը կկատարեմ վաղը, սիրելի հետևորդներ ջան, այսպես լավ ընտիր ձևով հողի մակերեսը մաքրել եմ ավելորդ չոր խոտերից, մաշվածուհին, ձմեռվա ընթացքում այստեղ սխտոր եմ հայտնաբերել, սրանք սխտորներ են, սիրելի հետևորդներ ջան, այստեղ և այսպես մի քանի հատ կա, քանի որ միշտ երկար տարիներ այս տարածքում միշտ էլ ցանքս եմ կատարել, բայց վերջին 2 տարին թողել էի, ամեն դեպքում մարգերը դեռևս պահպանվում են, ահա տեսեք, դարիփոս, չգիտեմ այս տարի կկարողանամ վերը սկսել, թե ոչ, ինչևէ, հիմա նորից գրակը կխառնեմ, այստեղ ակացու քոքն է, որ մնացել է, չի կտրվել, քանի որ այդ պահին այդպես ստացվեց, մինչև այս կողմը միշտ իմ ցանքսի տեղն է եղել, սիրելի հետևորդներ ջան, կարծում եմ հին մարգերի տեղը երևում է, շատ կուզեի, որ փորեմ ու էլի ցանքս անեմ, դեռևս հստակ չեմ որոշել, հիմա այստեղ էլ, քանի որ հավերը քարուքանդ են արել, քարերը գետնի տակից էրես են հանել, մի հատ դույլ եմ բերել, որ դրա մեջ լցնեմ ու հեռացնեմ բաղջից, դե միանամ ձեզ արդեն, շամս էլի հակնեմ, այս ընթացքում շատ էի գործարել, սիրելիներս և արդեն շատ էր շոգ, թեկուզ և արդեն երեկոյան կողմն է, բայց երբ որ շատ ենք աշխատում, արդեն սկսում ենք շոգել, բայց կարելի արդեն հագնվել, քանի որ գործս մի քիչ արդեն ավարտին եմ հասցնում, մի հատ գրակը կխառնեմ, սկզբում ես մեկը, լրիվ եմ փշոտ ակացիները, վառել եմ, շատ քիչ մնացել, 1-2 հատ, մնացածը մաշված խոտեր են, այսպես ճտճտալի կսկսի, էլի սա էլ վառվել,
Հարևանիս երեխաներն են զբոսանքի դուրս եկել։ Այդ հենց լավն է եղանակը, որ երեխաներին դուրս են բերել զբոսնելու ճանապարհը հարթ է, ասֆալտապատ եւ շատ հարմար է լինում։ Ես գրակն էլ խառնեմ, հետո քարերը կհավաքեմ։ Հատեցպես իրարից հեռացնում եմ։ Տեսանք ոնց ակացիները վառեցի, սիրելի հետևորդներ ջան։ Որպեսզի հողը լավ մաքրվի այստեղ։ Մյուս կողմել եմ հավաքել, բայց այնտեղ չեմ այրում, քանի որ արդեն շատ է ուշ ու վտանգավոր կլինի։ Չլինի թե այդ չափարը կպչի, հետո լավ բան չի դուրս գալ։ Պաժարնին կգա։ Ամեն ինչից էլ պետք է զգուշանանք, ամեն ինչից։ Այսպես, շատ իմ սրտով մաքրեցի, սիրելիներս։ Այդ իմկրատը բերեցի այստեղ, քանի որ ուզում էի փորձեմ սրան կտրել, բայց երևի սա կացինով կկտրեմ։ Ոնց մոռացա կացինը հետս բերել։ Դե ոչինչ, հիմա այստեղ ծառի ջուրից կախեմ։ Այստեղ էլ բանջարներ կան, որը նույնպես հիմա ինձ պետք չի։ Այստեղ էլ կփոքեմ, կմաքրեմ, բայց շատ քար կա։ Որն էլ ամենավերջում, երբ որ կրակը կայրվի, լավ կնստի, կմոխրանա, կհավաքեմ։ Հիմա այնտեղ մի քիչ հավաքել եմ, ուզում եմ գնալ այնտեղ քարերը հավաքել։ Այս դույնը ձեռքս ընկավ, բայց ձեռնոցներս ինչ արեցի, հենա, ծառի դրա եմ հրել, արդեն մտնում է, հասցնեմ մի քիչ էլ աշխատեմ, սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ նախորդ վլոգիս մեջ էի չէ ասել, երբեմն երբ որ զրուցում ենք, փորձը շուտ է լինում, և այսպես քարերը կհավաքեմ։ Ընդհանրապես մեր այս տարածքը քարքարով չի, մի քիչ այս կողմն է, այդ էլ ասենք որ փոս ենք փորել կանալիզացիայի համար, շատ խորը փոս, դրանից մի քիչ քար էր մնացել, մի տեղ էի հավաքել, բայց հավերը սաղ քանդել են ու ցրիվ են տվել։ Թեկուզ կես ժամ էլ ավել ենք աշխատում, էլի գործը առաջ հանգնում, չէ։ Այս ձեռքս ընկավ, այդքան էլ հարմար չի, ոչինչ, վաղը արդեն այն լավ մեծ դույլս կբերեմ ու տանեմ այստեղ, չափարի որ կլսնեմ։ Հիմա մի ուրիշ ծևի թռչուններ են երգում, այս ժամին էլ ուրիշ թռչուններ են երգում։ Այս կողմն է այստեղ է քարքարով, և ինձ կմնա արդեն այսքան տեղը։ Այս էլ կհավաքեմ։ Եվ արդեն իսկապես իմ այսօրվա գործից ես կող կլինեմ։ Այս
Քաշել թե մայրի, երևի, թե քաշեմ նրա վրա, այսքան խոտը քաշեմ, գաստեղ վարվելու, հետո քարերը կհավաքեմ, այսպես, միգուցե մոտեցնեմ տեսախցիկը, սիրելիներս, ինձ թվում է տեսադաշտը հեռու եղավ, տեսախցիկ այս կողմ բերեցի, սիրելի հետևորդներ ջան, քանի որ գործս այս կողմն է, իսկ ես հեռու էի ընկնում տեսադաշտից, կրակը սկսել է այրվել, մի փոքր էլ կրակի լույսով աշխատեմ, այստեղ մի քիչ հավաքելու տեղ կհավաքեմ, եւ ստացվեց այնպես, որ մինչև աչքիս կտրելը աշխատեցի իմ բաղչումը, կարևորը առողջ լինենք բոլորս էլ, սիրելիներս, ուժ ու եռանդ ունենանք, գեղեցկացնելու մեր շրջապատը, մեր տուն ու տեղը, մեր բաղ ու բաղչեն, այսպես։ Մի քիչ էլ այստեղից քարեր կջոկեմ ու արդեն կգնամ տուն։ Հավերի ձուն էլ չեմ հավաքել, ուզում եմ տեսախցիկը նորից մոտեցնել։ Սիրելի հետևորդներ ջան, մի փոքր էլ ստեղից այս քարերը ջոկեմ, հետո նոր արդեն հանգիստ խղճով կգնամ տուն։ Թե չէ սա հնարավոր չէ, էլի, եթե սենց թողնեմ, այս ինչ է, այս կգնա կայրվի, խոտերն էլ արդեն հեշտությամբ կվառեմ, էլի, այսքանը էլ ընդհանրապես հնարավոր չեղավ խոցխով քաշելու։ Ընդհանրապես, եթե գործը արվում է, պետք է իսկապես տեղը տեղին արվի, էլի։ Հետո որ կողքից նայենք ու հիանանք։ Բոբիկ ոտքով էլ կարողանանք մեր այգում քայլել։ Ամենակարևորը ես դա շատ եմ սիրում։ Հաճախակի եմ միշտ բոբիկ ոտքով քայլել, հատկապես երբ որ ցանքսարած եմ եղել, սիրելիներս։ Ու այդ ջրելու պահին բոբիկ ոտքով եմ մանեկել մարկերի արանքներում, որպեսզի թենց հավես է, էլի, համ ջրել եմ, համ էլ հողից, գետնից ուժ եմ ստացել, շատ կարևոր է, էլի, որ երբեմն էլ այդպես բոբիկ ոտքով քայլում ենք։ Այլ մեկ ուրիշ լավ հիանալի զգացողություն է։ Շատ լավ հուշեր ունեմ այդ վերաբերյալ, հիմա որ ասում եմ, պահի տակ այդ ամեն ինչը եկավ, սենց աչքիս թեմով անցավ, միշտ էլ ասենք, փոքր տարիքից էլ, ծնողներիս հետ էլ եմ էլի, պապայիս հետ եմ շատ գնացել մեր այգում գործանելու, ու շատ էի սիրում, որ բոբիկ ոտքով էի ման գալի մարգերի մեջով, ջուրը գալիս էր, թենց այնտեղ պապանցս բաղ ու բաղչեն նենց էր, որ մեր շնող գետի ջրից էր ու կարելի ասել մի քիչ վարար էր, այդ արվակով քաշում էր պապաս ու բաղ ու բաղչեն այդ արվակի ջրով էինք ջրում։ Թենց, փոքրուց թենց բաները շատ եմ սիրել։ Դրա համար էլ հիմա էլ այս տարիքին ոնց որ այդ աշխատանքներին կապված եմ, էլի, թեկուզ եւ ահա մտնեց, բայց ուզում եմ, որ անպայման այդ գործն էլ արած լինեմ եւ այսպիսով այսքան տեղի քարերն էլ ջոկեցի, ահա, սիրելիներս, վաղը ուրիշ թույլ կբերեմ, ու այսքանը արդեն հեշտությամբ կքաշեմ, կվառեմ։ Ամեն դեպքում մեկ էլ դուրս կգամ, կհետևամ։ Ահա, չաղկալներն են սկսել ոռնալ, չաղկալների ձայնը հիմա էլ շուտով կլսվի,
կփոխարինի իմ սոխակների ձայնին։ Հենա հերվից արդեն գալիս է չաղկալների ոռնոցը։ Այս սենց։ Մնացածն էլ, երբ որ այս կրակը կմաքրվի, կայրվի լրիվ, այդ ժամանակ կմաքրեմ։ Կարևորը, որ այս խոտերը մի հատ վառվի տեղին։ Օպա, այս լրի մոլախոտերի խոտ է, սիրելի հետևորդներ ջան, որ սենց մնացել է։ Եթե կհիշեք իմ անցյալ տարվա վլոգներից, մեր բաղը լրիվ կանաչ էր, ու այս ամսին արդեն հնձելու աստիճանի խոտ էր լինում, իսկ հիմա էլ այս վիճակն է։ Դրա համար էլ ասում են էլի, որ հավը խոզից բեթար է։ Տրուբի տակովնած գնամ, քարերն էլ էլի թափեմ, ընդեղ չափարի որ կգցնեմ։ Այդպես։ Եվ այսօրվա գործից գոհ լինեմ, սիրելի հետևորդներ ջան, հատկապես, որ դուք էլ ինձ հետ եք։ Ոյ, ռոպե մտնեց, հայ, մտնեմ շոշափելով հավերից ունել հավաքեմ։ Հավիք մավիքներ։ Ահագին էլ ձու են ածել այսօր, դուռը փակեմ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, 10 հատ ձու են ածել, ափսոս լավ չի երևում, բայց մոտեցնեմ, հնարավորինս, ահա, այ սենց, դե գնանք տուն, չգիտեմ, երևի ձվածեղ կսարքեմ։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, ցուն էի մոռացել դրսում, հանկարծ հիշեցի ու գնացի բերեցի ու ասեմ հիմա, թե ինչու էի մոռացել, այստեղ որոշ բաներ եմ կատարել, հիմա կասեմ, մթում տեսակ, հիմա էլ լույսի մեջ տեսեք, ճիշտ աջղայնացել եմ հավերի վրա ու ասեմ, թե ինչու եմ մոռացել։ Այստեղ, քանի որ ջղայնացել էի հավերի վրա, չուզեցի, որ ձվածեղ ուտել, այդպես դրսում թողել էի ու իրենց սև գործի հետքերն էի մաքրում։ Ծաղիկներս դուրս էի հանել արևին, սիրելիներս։ Եվ եկա տեսա, որ տերևները քրքրել են։ Շարի պիաղնել եմ արել, կմնա, որ արդեն մի քիչ լավ կարմրի։ Նաև հասցրել եմ լիմոն եմ ճզմել, ահա այստեղ, ահա այս ձևով լավ ճզմել, մաքրել է։ Այսքան իր պտղամիսն է, սիրելիներս իր կորիզները։ Եվ այսքան էլ իր ջուրը, լիմոնի մաքուր ջուր, ահա խնդրեմ։ Հիմա այսքանի վրա ջուր կավելացնեմ և կդնեմ սառնարան, սա մեկ բաժակի չափով է, երեկել եմ այսպես պատրաստել, կեղևները այստեղ են, ահա, և որոշել եմ կեղևները չորացնել, չորանալուց հետո բլենդերով կփոշիացնեմ և կօգտագործեմ խմորեղենի մեջ, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա սա այստեղ մի փոքր կմնա, մինչև որ ժարիտն էլ պատրաստ կլինի, հանկարծ չայրեմ ժարիտը, բաղը թուլացրել էի, նոր էի դուրս գնացել, ձուն էլ արդեն մի կողմ դնեմ, այ այդպիսի անկարգ բան էին արել իմ հավերը, սիրելի հետևորդներ ջան, նաև այնտեղ ջուրն եմ միացրել, որպեսզի մի լավ տաքուկ վաննա ընդունեմ և հավանաբար լսվում է իմ գազի կալոնկայի ուժեղ ձայնը։ Գիտեք, որ դրանք հատկապես, երբ որ բարձր աստիճանի վրա ենք դնում, մի քիչ աղմկում են։ Ինչևէ, սպասեմ ժարիտը կլինի, մի քիչ էլ կիսաբաց եմ թողնում։ Սիրելի հետևորդներ ջան, իմ ժարիտը եղել արդեն,
Կազուճա խանջատել եմ և այստեղ իհարկե ձեզ հավիսի եմ բերում։ Խնդրեմ, օպլյա, ջան, ընտիրություն։ Սիրելի հետևորդներ ջան, հավեսի եմ բերում և ասում, որ ինչքան էլ շատ աշխատած լինեք, ինչքան էլ հոգնած լինեք, անգամ եթե 5 րոպե նստեք և չուզենաք էլ ոչինչ անել, ոչինչ չուտել, բայց նոր ուժ ստացեք, ձեր համար համով բաներ պատրաստեցեք, լավ սնվեք, որպեսզի ձեր ուժերը վերականգնվեն։ Դե ես արդեն անցնեմ վայելելու, որից հետո էլ մի լավ կհանգստանամ։ Առայժմ, սիրելի հետևորդներ ջան, միշտ եղեք առողջ և իհարկե առույգ ու երջանիկ։ Պակա, պակա, պակա։